Ազգային ժողովում կստեղծվի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով։ Երկօրյա բուռն քննարկումներից հետո խորհրդարանը հավանություն տվեց հանձնաժողովի ստեղծման հանրապետականի առաջարկին։ Կողմ 75 դեմ 3 ձեռնպահ 30 որոշումը ընդունվել է։ 3 դեմը ընդդիմադիր ժառանգության ձայներն էին, ձեռնպահ Բարգավաճ Հայաստանն արտահայտվեց։ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց այդ որոշման պատճառը, հանրապետականների իրական նպատակներին զգուշավորությամբ ու մտահոգությամբ են վերաբերում ասաց։ Հանձնաժողովն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կսկսի գործել։ Կունենա 10 անդամ, 5 իշխանական եւ 5 ոչ իշխանական։ Իր աշխատանքներում կարող է նաեւ փորձագետներ ներգրավվել։ Խորհրդարանում ներկայացված ուժերը հիմնականում որոշել են իրենց պատվիրակներին Բարգավաճ Հայաստանը հանձնաժողովում 2 ներկայացուցիչ կունենա։ Կարծում եմ, որ մեծամասնության տեսակետը այն է, որ Բարգավաճ Հայաստանից հանձնաժողովի աշխատանքներին մասնակցեն Գուրգեն Արսենյանը եւ Միքայել Մերքումյանը։ Դաշնակցությունն ըստ ամենայնի Աղվան Վարդանյանի թեկնածությունը կներկայացնի։ Հայ ազգային կոնգրեսը, ինչպես ասաց Լյուդմիլա Սարգսյանը, նախապատրությունը տալիս ենք մեր գազի մարդուն Արամին։ Ժառանգության մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին, ասաց Թևան Պողոսյանը, ոչ իշխանական ուժերի գործընկերների որոշումից կախված կլինի։ Եթե խնդիր կլինի, որ բոլոր ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցեն, ապա մենք կմասնակցենք, որ կարողանանք ապահովենք հավասարությունը, բալանսավորվածությունը հանձնաժողովում։ Չնայած ընդդիմադիրների կոչերին, թե ցանկալի է հանձնաժողովն իրենց ներկայացուցիչը ղեկավարի, հանրապետականը չզիջեց։ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի երեկվա հայտարարությանը հանրապետական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր հակադարձեց հանձնաժողովը կղեկավարի իրենց ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։ Սա աշխատանք է պահանջում, տեխնաջան աշխատանք, այստեղ պաշտոն չկա, փող չկա, թույլ տվեք թող ընդդիմությունը տանջվի, չարչարվի, ինքը աշխատի հանձնաժողովում։ Պայմանավորվածությունը քաղաքական ուժերի հետ արդեն քննարկել եք, համաձայնություն ունեք, մի նայեք լիագումար նիստին ինչ են անում, որովհետև երբ լրագրող չի լինում, շատ հանգիստ քննարկումներ է գնում, երբ լրագրող է լինում, քաղաքական գործիչներն ասում են, ես ասում եմ, դու անմիջապես տար հասարակությանը ներկայացնում, որ ես մաքուր եմ, արդար եւ ամեն ինչ։ Գազի հարցով հանձնաժողովը ըստ հանրապետականի հեղինակած նախագծի ուսումնասիրելու է 2011-ից 13 թվականների ընթացքում գազի դիմաց ռուսական կողմին կուտակած $300 միլիոն պարտքի ձևավորման օրինականությունն ու չափի հիմնավորվածությունը։ Նաև հայ-ռուս գազարտում Հայաստանի Հանրապետության ունեցած 20% բաժնեմասի գնահատման գործընթացը։ Բայց դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված եւ ընդդիմադիրների գնահատմամբ խիստ վիճահարույց գազային պայմանագրերին չի անդրադառնա։ Գազի գնի ձևավորման եւ սպառողների շրջանում գազի ցածր ջերմատվության մտահոգությունները կուսումնասիրի, չնայած գազային համաձայնագրերով մինչեւ 2044 թվականը Հայաստանը պարտավորվել է գազը ռուսական Գազպրոմից ձեռք բերել։ Նաեւ գազի այլընտրանքային ներկրման հարցը կքննարկի։ Ընդդիմությունը չի հավատում հանրապետականի բարի ցանկություններին, ինչպես Հայ ազգային կոնգրեսից Լևոն Զուրաբյանը ձևակերպեց, չի վստահում հանրապետականին։ Կարծում է իշխանական ուժի նպատակը ճշմարտության թաղման հանձնաժողով ստեղծելն է։ Հանձնաժողովը նաև ընդդիմության ուժերով արդեն ստեղծված է, ուստի Գալուստ Սահակյանը կարող է ասել. Գիշերը չենք քնելու, որովհետև ընդդիմությունը չի վստահում, որովհետև մենք այդ խնդիրն էլ չունենք, վստահենք թե չվստահենք։ Հանձնաժողովը կաշխատի փակ ռեժիմով եւ իր գործունեության վերաբերյալ եզրակացություն ազգային ժողովին կներկայացնի մինչեւ ամառ։